Բարև, սիրելներ անցյալ անգամ տեսանք Դավիթ անգամ միևս կխնայե Սավուղի կյանքը, մինչ ան կշարունակե վստահել Աստծո, որ ինք պիտի հադուցանե Սավուղին։ Եվ այսօր պիտի շարունակենք Դավիթի պատմությունը առաջին թագավորած 27-րդ գլխում մեջ։ Ինչ որ կպատկերացնենք Դավիթի սիրտը հոգնեցավ անընդհատ Սավուղին երեսեն փախչելով։ Անոր հավատքը Աստծո հանդեպ հետս հետե կսկսի թույլնալ։ Դավիթ կմտնե հուսահատության եւ ընկճվածության հանգրվանի մեջ։ Նույնը պատահեցավ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին։ Գարդես այս մեկը սովորական բան մներ Աստծո մարդոց մեծամասնության կյանքին մեջ։ Աստե մեզի համար նամակ մգա, վստահ եմ, որ ցեզմե ոմանք ալ գհետևին այս սերդողության, ունին հոգնած հոգիներ եւ նեղության մեջ են։ Թերևս տուն երկար ժամանակ է մութի մեջ ես եւ կմտածես, ինչպես կրնաս դուրս ելնել այդ վիճակեն։ Բայց ինչպես որ գտեսնես սիրելիս, տուն մինակ չես։ Ուրիշներն ալ անցան այդ նույն ճամփայեն եւ վերջավորության ավարտեցին։ Այսպիսով Դավիթ դադրեցավ փախչել է եւ գնաց Քեթի թագավորին Անկուսին։ Ան իր հետ արավ իր երկու գիները եւ 600 մարդիկ։ Բայց այդ ընելով ան սխալ քայլը արավ, որ պետք չէր ըներ։ Ան հերացավ խոստացված երկրեն եւ գմտնե փղշտացիներու երգիրը, ինչպես որ պիտի տեսնենք դժվարություններու մեջ կինա, որովհետեւ թեպի փղշտացիներուն փախչիլը շեղում էր Աստծո հանդեպ իր ունեցած վստահութենեն։ Եկեք շարունակենք տեսնելու, թե ինչ կպատահի առաջին թագավորած 28-րդ գլխում մեջ։ Փղշտացիներու եւ Իսրայելի միջեւ պատերազմ կսկսի, եւ Անկուս թագավորը կխնդրե Դավիթի եւ իր մարդոց օգնությունը։ Եվ եթե հոժարեր, թագավորը առաջնորդ պիտի իներ Դավիթը իր մարդոց վրա։ Մյուս կողմեն Սավուղ, տեսնելով փղշտացիներուն ուժը, գվախնա եւ Աստծմե օգնություն կխնդրե։ Սակայն Աստված չի պատասխաներ իրեն, որովհետեւ Աստված մերժած էր Սավուղին։ Այսպիսով Սավուղ ենթովրի մեջ գայցել է վհուգիմը, որ ոգիներու կուշակությամբ կսպաղեր։ Սիրելիներ բոլորը գաբրին աբակայի հետաքրքրության եւ քալիքը կուշակության հետաքրքրության մեջ։ Եվ միջոցները մեկը, որ մարդիկ կգադարեն ոգիներու թիմելն է։ Եվ անշուշտ այդ շրջանին ենթովրի գախարդներ ամենեն հրճագավորը։ Անոնքը սին ան Սամուելը հանեց։ Թույլ տվեք, որ ասեմ, ինչպես որ գտեսնենք երկրորդ օրինաց 18:9-12-ի մեջ, թե Աստծո խոսքը շատ հստակ է այսպիսի նյութերու շուրջ։ Եվ գտադաբարդե եւ գարքիլ է նման բաներ։ Եվ Մատթեոս 24:24-ի մեջ մեր Տեր Հիսուս նաեւ գսկուշացնե այս մասին, անգսե վասնզի սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելեն ու մեծ նշաններ ու հրաշքներ պիտի ցուցնեն, որ եթե կարելի է լա ընդրյալներն ալ մոլորեցնեն։ Իսկ Պողոս Արաքյալ գսե առաջին Դիմիթրիոս 4:1-ի մեջ Հոգին հայտնի գսե թե վերջին ադենները մեկ քանիները հավատքեն պիտի ապստամբին եւ մոլորեցուցիչ ոգիներու ու թևերու ուսմունքներու ուշադրություն պիտի ընեն։ Սիրելիներ ըսկուշանանք, այս բոլորը կհամապատասխանե սատանայաբաշխության, որ այս օրերուն կտեսնենք։ Ինչ որ Աստծո խոսքը գսե, թե վերջին օրերուն պիտի շատնան։ Եվ կնկատեք առաջին թագավորած 28:8-15-ի մեջ Սավուղ խնդրեց գախարդեն, որ գանչե Սամուելի հոգին։ Բացահայտորեն կտեսնենք Աստված չգար այս բանի մեջ։ Արդյոք Սամուել հայտնվեցավ իսկապես Սավուղին։ Ոմանք կսեն, որ գախարդը Սամուելին մերելներեն հանեց, բայց ես կսեմ, որ այդ մեկը չհամապատասխաներ Սուրբ Գիրքի մնացյալ հատվածներուն, քանի որ Աստված այլևս Սավուղին հետ չէր խոսեր։ Եվ ավելի քեշը, որ Սավուղ ինք այլևս Աստծո հետը չէր։ Ես կգարձեմ, որ գախարդը խաբեբայ էր եւ կգարավարվեր սատանային կողմեն։ Սիրելիներ, մերելները բնավ չեն գրնար հաղորդակցիլ ողջերուն հետ։ Հետևաբար այս մեկը սկիզբեն մինչև վերջ սատանայական ծրագիր էր։ Սիրելիս, մեզի համար կարևորը այն է, թե արդյոք մենք կլսենք այդ անձին, որ մերավ եւ հարություն արավ մեզի համար, կամ որուց այնի